Մինչ հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲ Գյումրու մասնաճյուղում առաջընթաց են արձանագրում, նշելով, թե անցած 2 տարիներին համակարգը վերականգնվել է ու այժմ իր նոր փոփոխություններով պատրաստվում է սահմանի բացմանը, քաղաքապետարանը ընդդեմ այս կառույցի հայց է ներկայացրել հողի ու գույքահարկի պարտքերը բռնագանձելու պահանջով։ Կառույցի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, գույքային հարկերի ծրագրից շեղման հիմնական պատճառը հանդիսանում է այն, որ հարավկովկասյան երկաթուղիների Գյումրու մասնաճյուղն ու Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ-ն Գյումրու Շիրակ օդանավակայանը չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները 36,7 միլիոն դրամով։ Գյումրու կայարանի պետը մեծ զրույցում նշեց, թե կան հիմնավոր պատճառներ հարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Ըստ Վահան Գասպարյանի, հիմնական պատճառն այն է, որ հայկական երկաթուղիները իր բոլոր պարտավորությունները չէ, որ անցնող 2 տարիների ընթացքում փոխանցել է հարավկովկասյան երկաթուղուն։ Այդ պատճառով էլ կառույցը հիմնական հարկատու դառնալ դեռևս չի կարող։ Սա ոչ թե հարկային պարտականությունների չկատարում է, ես ձեզ ասեմ, սա դեռ տեսեք, որ հիմնական միջոցները, որոնք այսօր պետք է հայկական երկաթուղին տար հարավկովկասյան երկաթուղին, սա համաձայն կոնցեսիոն պայմանագրի, սա տեղափոխվել է դեռ նախարարության հաշվեկշիռ։ Այսինքն պետք է ժամանակ, որպեսզի հարավկովկասյան երկաթուղին ինքը կարողանա տիրապետել այս համակարգին, այսինքն հիմնական միջոցները ինքը կարողանա։ Քանի դեռ ինքը դեռ չի վերցրել հիմնական միջոցները, ինքը չի կարողանում լինել հարկատու։ Գյումրու Շիրակ օդանավակայանի տնօրեն Սերյան Չուխաջյանը մեզ տեղեկացրեց, իսկ քաղաքապետարանին հիշեցրեց, որ կառավարության 2009 թվականի 962 որոշմամբ օդանավակայանի զբաղեցրած տարածքից 75,846 հեկտար հողատարածքը հատկացվել է տարածքում գտնվող զորամասին։ Մնացած 174,154 հեկտար հողատարածքը 2,5 տարի է կոնցեսիոն կառավարման է հանձնվել Արմենիա միջազգային օդանավակայաններ փակbaşնետիրական ընկերությանը։ Հողի եւ գույքահարկի տարեկան գումարը կազմում է 8,750,000 դրամ, ինչը մինչև մարտ ընկերությունը պարտավորվել է վճարել։ Փոխարենը Գյումրու կայարանում դեռևս չեն հաշվարկել իրենց պարտքերը։ Ես իհարկե գումարը չեմ կարող ասել, որովհետև սա կենտրոնացված աշխատանք է, այսինքն մենք դրան չենք տիրապետում, դա միայն վարչության միջոցով է կատարվում այդ աշխատանքները։ Ինքը կլինի բավականաչափ գումար, որովհետև մենք այսօր մեր տրամադրության տակ գտնվում է մեծ քանակի հողատարածքներ։ Ըստ Վահան Գասպարյանի, մինչ երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնել է, համակարգը իր հարկային պարտավորությունները կատարել է 100%-ով, իսկ առաջիկայում երբ կվճարեն հողի եւ գույքահարկերը դեռ հայտնի չէ, իսկ կառույցին կարելի է ասել այնքան էլ չի մտահոգում խնդիրը դատական ճանապարհով լուծելու հանգամանքը։ Ես չեմ կարող ասել դրա համար ոչինչ, իհարկե դատի տալու մասին կամ թե ոնց են միջոցներ ձեռնարկելու, բայց կարող եմ ասեմ, որ սա այդպես հարց չի, որը չլուծվող հարց է։ Ես ասեցի պատճառը, թե ինչու է այսօր այդ գումարները չի տալիս, որովհետև չի կարող տալ, քանի որ ինքը դեռ չի տիրում այդ գույքին։ Իսկ ավելի ուշ պարոն Գասպարյանն անկեղծացավ ու նշեց, քաղաքապետարանի մշակած այդ տարբերակը կթեթևացնի նաև կառույցի հոգսերը։ Ռուսական կողմն ի վերջո իր վրա կվերցնի նաև այս համակարգի հարկային պարտավորությունները։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։